ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր միասին սպանախ ենք պատրաստելու։ Օրինակ ես որ շատ եմ սիրում սպանախ ու գիտեք, բնակվում եմ Հայաստանում, մեզ մոտ սպանախը ունի այս տեսքը։ Տեսնում եք, չէ՞, ինչքան խոշոր սպանախ է։ Սպանախը իհարկե մաքրել եմ, մի փոքր հեռացրել եմ այս վերևի հատվածից եւ լավ հոսող ջրի տակ լվացել եմ։ Սովորաբար կանաչիների տեսականին լվանում եմ մի քանի անգամ այսպես ջրի մեջ թրմելով, առանց որևիցե սոդայի կամ աղի միջամտության, այսպես ասեմ, մաքուր է։ Մեր սպանախը ու չեմ կտրատելու, հենց այսպես եփելու եմ։ Եթե մանավանդ այսպիսի երկար սպանախները սիրում եմ, որ մնան այսպես երկարավուն տեսքով։ Կարող եք բաժանել այս օրինակ մի քանի մասերի, այսպես թողնել, հա, ինչպես որ ձեզ հարմար է։ Կարող եք նաև կտրատել։ Հիմա մոտենանք գազօջախին եւ սկսենք պատրաստել։ Ջուրը եռման է, որպեսզի ընթացքը արագ լինի։ Ջրի մեջ ավելացնում եմ աղ, մի րոպե գրեթե չի անցել, ես ամբողջը շրջում եմ մյուս երես, այնպես որ տակինները հայտնվեն վերևը, տեսեք, 1, 2, 3, բացի, բացում եմ, տեսեք ինչուն է, ինքը արագ եփող կանաչի տեսակ է, պետք է այնպես անենք, որ խրխրթանությունը մի փոքր պահի։ Ուրեմն անջատեցի, եփեցի երևի մոտ 5-6 րոպե, տեսեք ինչ երկարավուն են, ուրեմն կարող եք փորձել, ձեզ պետք է դուր գա, եմ ասում եմ դուք ձեր սպանախը եփման աստիճանը որոշեք ինքներդ, քանի որ սրանից հետո էլ ջերմային մշակում չի անցնելու սպանախը, վերջ, դարավ մի բուր, ահա տեսեք, հիմա սիրելիներս պետք է սոխարած պատրաստենք, ես վերցրել եմ բավականին այսպես խոշոր, ուզում եմ ասեի խնձոր սոխ, որը կշռում է մոտավորապես 200 գրամ, այսքանի համար, ուղղակի այսպես շերտերով կկտրեմ, մանրացնեմ սոխը, իսալոսնացած։ Այսօր կպատրաստեմ այն ամենակլասիկ տարբերակը սպանախի, հետո ցանկության դեպքում իհարկե կպատրաստենք նաև ուրիշ տեսակները, ավելի ասում են հարուստ բաղադրիչներով։ Կրակին դնում ենք տապակը, ավելացնում ենք բուսայուղ, ինձ մոտ զիթապտղի բուսայուղ է, կարող եք նաև վերցնել եգիպտացորենի, արևածաղկի, ինչ-որ կնախընտրեք։ Տապակենք սոխը մինչև լավ ոսկեգունի։ Ուրեմն մինչ այդ կողմի վրա սոխերասն է փորձում ոսկեգունել, ես մեկ այլ տապակի մեջ, ի դեպ 4 տապակի մեջ կբովեմ մի փոքր սոճու ընկույզ։ Սա կարող եք փոխարինել նաև մեր սովորական հայկական ընդհանուր ընկույզով սիրելիներս։ Ի դեպ այս ընկույզի տեսակը, ինչպես նաև մյուսները, պահում եմ սառցախցիկում։ Մի փոքր կբովեմ, թեպետ կարող եք առանց բովելու էլ օգտագործել, էլի շատ համեղ է։ Ինքը մի փոքր քաղցրահամ եւ փափուկ ընկույզ է, շատ համեղ է եւ շատ է համադրվում այս տեսակ ուտեստների հետ։ Ահա եւ վերջ, ուտեստի բոլոր բաղադրամասերը պատրաստ են սիրելիներս, սոխերացը շատ համեղ է, չասեք որ շատ եմ կարմրացրել, ես այսպես եմ սիրում, եկեն փափուկ սոխ չեմ սիրում, այսպես համեղ է, շատ բարի, հիմա վերցնում ենք գեղեցիկ մատուցվող աման և դնում ենք այստեղ այսպես, հենց այսպես, ամբողջ սպանախը, կարող եք սպանախին մեկ այլ ուրիշ տեսք տալ, ասենք պտտացնելով սպագետի
մակարոնեղենը ոնց է լինում թռչնի բուն կոչվածը։ Այդպես էլ կլինի։ Ես ինչպես նկատեցիք չեմ կտրտել, չեմ սիրում այդ շատ մանրացրած վիճակը, այսպես կարծում եմ ավելի լավ։ Հիմա սոխն եմ դնում մեջտեղով, մի փոքր տարածելով։ Այս բուսայուղը աշխատում եմ այսպես ցողել։ Կույզն էլ իր բույրն է բացել, էլի շատ համեղ է, այսպես ավելացնում եմ։ Սրա հետ կարող եք նաև մատուցել սխտոր մածուն կոչվածը, բայց այսօր ես այս կերպով եմ միայն ճաշակելու, անց սխտոր մածունի, թեպետ գիտեք, որ ցանկացած այս մեր հայկական տեսակի կանաչիները սխտոր մածունով միևնույն է շատ համեղ են ստացվում։ Եվ վերջ այսպիսի թագավորական ուտեստ պատրաստեցինք իմիջիայլոց գիշերվա 1-ին։ Սիրով ձեզ համար սիրելիներս, սա մեր այսօրվա 4-րդ տեսանյութների դեպ մեծ սիրով կփորձեմ, քանի որ անգամ այս ժամին չփորձել չի լինի։ Շատ համով եմ, ուրեմն քաղցրահամ սպանախը, խրխրթան ընկույզը և սոխը, որ լրիվ համադրվում և ամբողջական են դարձնում սպանախը։ Մի հատ էլ այսպես պետք է անեմ։ Ես ու իմ հրաշք աղջիկը շատ ենք սիրում տապակած կանաչիներ, հատկապես սպանախ։ Իմիջիայլոց այս գրեթե այս նույն կերպով պատրաստում եմ նաև բազուկի ճավը։ Իդեպ կարող եք այստեղ սխտոր մածունի փոխարեն ուղղակի մանր մի փոքր սխտոր կտրատել, ավելացնել, էլի շատ համեղ կստացվի։ Այսքանը սիրելիներս, փորձեք նաև այս տարբերակը, ես համոզված եմ, որ այն կդառնա ձեր սիրելին։ Մինչ նոր շատ համեղ հանդիպումներ։